Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Դատարանը Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս երկրում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ենթադրյալ կաշառքի, իշխանազանցության կամ իշխանության չարաշահման հոդվածներով։ Հիշեցնենք նաև, որ Գրիգորի Խաչատուրովը Հայաստանի զինված ուժերի շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին է։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով այսօրվա դատական նիստն ավարտվեց դատավորի ծանրաբեռնվածության պատճառով։ Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդեց վերացնել տնային կալանքը, մինչդեռ դատախազը պահանջեց այն երկարաձգել ևս 3 ամսով։ Փաստաբան Արամ Վարդևանյանը շեշտեց, որ Կարապետյանի ազատ արձակումն անհրաժեշտ է ապրիլի 21-ին կայանալիք կուսակցության համագումարին և նախընտրական գործընթացներին լիարժեք մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ քաղաքական գործիչը մեղադրվում է հանցավոր միջոցների օրինականացման և իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեջ։ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատել իրենց հաղթելու շանսերը, խոստանալով այդ մասին խոսել մի քանի օրից։ Մենք խոսում ենք 10 ամիս տևող կալանքի մասին։ 10 ամիս։ Մենք խոսում ենք Հայաստանի նախընտրական շրջանում գտնվելու մասին։ Մենք խոսում ենք նրա մասին, որ օրինակ 3 անձանց ձերբակալում էին բարեգործության արգելքի ենթադրաբար խախտման հիման վրա, իբրև, քանի որ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում։ Հիմա այդ պայմաններում ոնց կարելի է դատական նիստի շրջանակներում առաջնահերթության կարգով սկսել քննարկել խափամամիջոցի հարցը, բայց 2 օրով հետաձգել, երբ մենք ուղիղ պատճառաբանված դիրքորոշում ունենք, որ նույնիսկ 1 ժամը էական նշանակություն ունի։ Հայաստան ԵՄ քաղաքասարակության պլատֆորմի 8-րդ հանդիպանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շանտաժի չի ենթարկում Եվրամիությանը։ Մենք ընդունել ենք օրենք Եվրամիության անդամակցության մասին, բայց գործընթացի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրամիության նկատմամբ, թե օրենք ընդունել ենք, մեզ մյուս ամիս ընդունեք Եվրամիություն, մեզ պետք է, որ այս գործընթացի մեջ լինի 0 նյարդ։ Եվ դա մեզ համար հնարավորություն է բարեփոխումների ընթացքը շարունակել այնպես, որ մենք համապատասխանենք իսկապես Եվրամիության չափանիշներին, ասել է նա։ Ըստ նրա, եթե նույնիսկ Եվրամիությունը չընդունի Հայաստանը, միևնույն է շահած դուրս կգանք, քանի որ կունենանք լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։ Հայրենական մամուլի տեղեկություններով ռուսական վերնախավում քննարկվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հարցը։ Արա Աբրահամյանը 2000 թվականից ի վեր այս հասարակական կազմակերպության նախագահն է։ 2003-ին ընտրվել է Հայկական հասարակական կազմակերպությունների համաշխարհային հայկական կոնգրես միջազգային միության նախագահ։ Ըստ ռուսական աղբյուրների Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում ամենահավանական թեկնածուն երկրորդ նախագահի մամուլի նախկին խոսնակ և գրասենյակի պետ Վիկտոր Սողոմոնյանն է։ Անցած 1 օրում ոստիկանությունը բացահայտել է 152 հանցագործություն։ Դեպքերից 13-ը վերաբերում է անձնական ունեցվածքի գողությանը, 12-ական մարմնական վնասվածք հասցնելուն և թմրանյութի հայտնաբերմանը, 9-ական հոգեկան, 8-ական ֆիզիկական ներգործությանը, 7 խարդախությանը։ Բացահայտվել են նաև ավազակության, բնակարանային գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու և այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, անցած 24 ժամում գրանցվել է 11 ավտովթար, 1 մարդ մահացել է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շնորհավորանքներ է ստանում ամբողջ աշխարհից։ Հայտնի մարդիկ ձայնագրում են հուզիչ տեսաուղերձներ, նրանց թվում են համաշխարհային ճանաչում ունեցող ռուսաստանցի վիրտուոզ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, հայտնի ամերիկացի գրող Դեն Բրաունը, սիրված շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, Հայաստանի նշանավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և շատ ուրիշներ։ Նրանք հայկական երաժիշտներին խոստովանում են իրենց սերը և մաղթում են հետագա ստեղծագործական հաջողություններ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 2005 թվականին։ Նրա հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարը մաեստրո Սերգեյ Սմբատյանն է։